Ամբան հուրին։ Լինում է չի լինում մի կնիկ, այս կնիկը մի աղջիկ է ունենում անունը հուրի, մի ծույլ անշնորհ աղջիկ օրը մինչև իրիկուն պարապսարակ նստած։ Բան ինչ կանեմ կեղտոտ է, բամբակը կորիզոտ է, մաստակ պիտի որ ծամեմ, կտերը տիտի կանեմ, անցողի մտի կանեմ, ուտեմ, խմեմ, մտնի քնեմ։ Հարևանները անունը դնում են ամբան հուրի, մինչև մերն է աղջկան գովում ման է գալի։ Լիդրը գզող, լիդրը մանող, համ խճճող, համ խճուճը հանող, ձևող, կարող, հունծող, թխող, եփող, թափող, մի խոսքով հուրի հրեղ եմ, մատերը ոսկի։ Այս գովանձանքը գնում մի երիտասարդ վաճառական ականջն է ընկնում։ Այս երիտասարդ վաճառական ասում է իմ ուզածն հենց սա է որ կա։ Գլխապատար գալիս է անբան հուրին, ուզում է հետը պսակվում, տանում իրենց տուն։ Մի քանի ժամանակից ետ մի 10 քանի բեռ բամբակ է առնում, տալիս կնկան, թե ես գնում եմ հեռու տեղեր առտուրի, դու էլ ես բամբակը կզի մանի, գամ տանեմ, ծախեմ հարստանանք։ Անբան հուրին իրենց համար մաստակ ծամելով ման է գալիս, մի օրել գետի ափով անց կենալիս լսում է, որ գործերը գրգռում են։ Փեպել, կեկել, փեպել, կեկել, վույն աղջի փեպել, կեկել, որ բամբակը բերեմ ձեզ տամ, կգզեք, բեր։ Ամբան հուրին ուրախանում է, գնում է բամբակը գրում, բերում, ածում գետը։ Դե գզեցեք, մանեցեք, մի քանի օրից ետը կգամ, մանածը կտանեմ, որ ծախենք։ Գնում է մի քանի օրից ետ է գալի, գործերը էլի գրգռում են։ Փեպել, կեկել, աղջի փեպել, կեկել, դե մանածը բերեք։ Գործերը շարունակում են գրգռալ, իսկ մանածը չեն բերում։ Հուրին մինել, որ նայում է աչքովն ընկնում գետի ափովն քարերին փաթաթված կանաչ մուրը։ Վույ, քորանամ ես, տես, համ գզել ու մանել են, համ խալիչա են գործել իրենց համար։ Ձերը ճակատին է թնում, ձեն է տալիս։ Դե որ խալիչա եք գործել, մեր բամբակի փողը բերեք։ Ձեն է տալիս ու ոտը փոխում է մտնում ջուրը, հանկարծ ոտը առնում է մի կոշտ բանի, հանում է, տեսնում մի կտոր ոսկի, անում փեպելու կեկելի շնորհակալություն է անում, ոսկու կտորը փեշը դնում, գալիս տուն, մարդնել առուտուրի տեղից է գալիս է տեսնում իրենց թարեքին մի մեծ ոսկու կտոր։ Այ կնիկ, էս ինչ ոսկի է։ Բա չես ասիլ, բամբակը փեպելի ու կեկելի վրա ծախեցի,
Բամբակի փողն է։ Մարդը ոնց է ուրախանում, այնպես էլ դուք ուրախացեք։ Զոքանչին հրավիրում է ընծաները տալի, գովում է շնորհակալություն անում, որ այնպես խելոք շնորհքով աշխատասեր աղջիկ է մեծացրել, քեֆ է սարքում, նստում է քեֆին։ Զոկանչը խորամանկ կին է լինում, իմանում է, թե բան ինչպես է պատահել, վախենում է փեսեն էլի աղջկան գործ հանձնի ու գաղտնիքը բացվի քեֆի լավ ժամանակ, մի բզեզ է ներս մտնում ու բրացնելով պտտվում սեյնակում, էս զոկանչը վեր է կենում, գլուխ է տալիս բզեզին, ասում է. Բարով եկար, Մորկուս ջան, ո՞նց ես, որտեղ ես, այսքան ժամանակ չես երևում, ախր քեզ ով էր ասում, այդքան բան անես, որ այդ օրն ընկնես։ Փեսեն մնում է զարմացած, ասում է. այ մեր խելակառվեցիր, քեզ ինչ պատահեց, այդ բզեզին էդ ինչ չես ասում, մորքուրս որն է։ Զոկանչը թե Այ որդի, քեզանից ինչ թաքցնեմ, դու էլ իմ որդին ես, չես ասի, այս բզեզն իմ մորքուրն է, խեղճը շատ աշխատասեր կնիկ էր, ամբողջ օրն աշխատում էր, շատ աշխատելուց կուչ եկավ, պստիկացավ, այնքան պստիկացավ, որ դառավ բզեզ, մեր ցեղն էսպես է, շատ աշխատասեր ենք, բայց աշխատելուց պստիկանում, բզեզ ենք դառնում։ Այդ որ փեսեն լսում է, վախից քիչ է մնում, պրոշը ճաքի, են է լինում, որ են արգելում է հուրին, ձեռն էլ բանի չտա, որ մորքուի նման բզեզ չդառնա։